Այս ակցիայի իմաստը նպատակը որն է։ Սա բողոքի ակցիա է Ֆրանսիայի կողմից վարվող քաղաքականության դեմ, մասնավորապես երբ Ֆրանսիայի հովանու ներքո 2022 թվականին Եվրոպայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ընդ որում Ֆրանսիան չառաջարկեց որևէ լուծում, որով Արցախի կարգավիճակի հարցը կմնար գոնե օդում կախված, այսինքն վերջնական չէր փակվի։ Եթե իրենք այդքան մտահոգ էին հայ ժողովրդի եւ արցախահայության ճակատագրով, ապա իրենք կարող էին այնպեսի լուծում առաջարկել, որը օրինակ, ասենք Ռուսաստանի լուծումից ավելի լավը կլիներ, ենթադրենք նոյեմբեր 9-ի հայտարարությունից ավելի լավ լուծում կարող էին առաջարկել, ժողովուրդն տեսնել, ասել ավելի լավ լուծում է։ Փաստացի արտաքին գործերի նախարարության շենքի առջև արևմտամետ ուժերը բողոքի ակցիա են իրականացնում, բայց այն շնորհակալության ակցիա է։ Շնորհակալություն են հայտնում Ֆրանսիային եւ գտնում են, որ արևմուտքը, մասնավորապես Ֆրանսիան, այն պետությունն է, որը մշտապես եղել է Հայաստանի կողքին։ Ինչու են շնորհակալություն հայտնում։ Ուրեմն շնորհակալություն են հայտնում, որովհետեւ Արցախի հանձնումը դա հավաքական արևմուտքի պլանն էր։ Այդ պլանը հաջողությամբ իրականացվեց, հետևաբար այդ պլանի կողմնակիցները, այսինքն արևմուտքի կողմնակիցները, որոնք որ եւս ծառայում էին այդ պլանի իրականացմանը Հայաստանում, իրենք բնականաբար պետք է շնորհակալություն հայտնեն։ Այլ բան իրենք չեն կարող ուրեմն անել։ Այսօրվա կադրերը նայեք, ինչպես ինքնաթիռից դուրս գալուց Մակրոնի կինը մի հատ տեսախցիկների առաջ մի հատ ապտակ հասցրեց Մակրոնին։ Այդ կադրերը հիմա համացանցում կա։ Դա է Ֆրանսիան, որը հանդես է գալիս Հայաստանի բարեկամ, Ֆրանսիայի իշխանությունը, որը հանդես է գալիս Հայաստանի բարեկամ, մի բան էլ իր հայտարարություններով ուզում է պատրանք ստեղծի, որ ինքը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Իսկ Մակրոնը ինքը իր անվտանգությունը չի կարող իր սեփական կնոջից երաշխավորել, ուր մնաց Հայաստանի անվտանգությունը։ Օրինակ Ռուբեն Մերաբյանը կարծում է, որ եթե չլինեին դիտորդները Հայաստանում եթե չլինեին դիտորդները, ապա պատերազմ տեղի կունենար։ Ուրեմն նախ դիտորդները դրանք քաղաքացիական դիտորդներ չեն, դրանք քաղաքացիական դիտորդների անվան տակ արևմտյան ուժային կառույցների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, որոնք իրականացնում են հետախուզություն Հայաստանի Ադրբեջանի սահմանին, պարբերաբար բնականաբար այդ գործունեությունը ենթադրում է պարբերաբար տեղեկանքներ կենտրոն, հետևաբար կենտրոն ուր ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն պատերազմում է Ռուսաստանի դեմ, հետևաբար այդ գործունեությունը ուղղված է ուրեմն Ռուսաստանի դեմ պատերազմին եւ այդ շրջանակներում է տեղի ունենում, բայց Հայաստանի տարածքում։ Այսինքն եթե վաղը արևմուտքը որոշի, որ պետք է մի հատ փոքր լոկալ պատերազմ սարքի հայ-ադրբեջանական, այդ դիտորդների տված տեղեկատվության հիման վրա ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնները կկարողանան գնահատել արդյոք եկել է պահը այդ պատերազմը սարքելու, թե ոչ, հարմար պահ կա, թե ոչ։ Այսինքն պարզ է, որ դրա համար են եկել։ Հակառակ դեպքում ինչ շահ ունի եվրոպացին գա այստեղ Իրանի սահմանի մոտ, ասենք, կամ եւ այն երկիր, որտեղ որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները ավելի շատ արևմտամետ են, թե ռուսամետ իրենց քաղաքականության մեջ։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները 1991 թվականից սկսած ընդհանուր առմամբ ամբողջ հետխորհրդային տարածքում գտնվում են արևմտյան գերիշխանության ներքո։ Ընդհանրապես հետխորհրդային ամբողջ տարածքը 91 թվականից հետո գտնվում է Միացյալ Նահանգների եւ իրենց դաշնակիցների իշխանության ներքո։ Եվ միայն այսօր է, որ Ռուսաստանը ազատագրական պայքար է բարձրացրել արևմուտքի գաղութատիրական գերիշխանության դեմ աշխարհում եւ նաեւ հետխորհրդային տարածքում։ Այնպես որ համակարգի առումով բնականաբար արևմուտքի լծակները այնպեսին են Հայաստանում, որ ներկա իշխանությունը չի կարող չծառայել այդ ծրագրերին։ Եվ միայն Ռուսաստանի առաջնորդությամբ այսօր հնարավոր է, որպեսզի հետխորհրդային տարածքի պետությունները ձեռք բերեն իրական ինքնիշխանություն, այսինքն իրենց որոշումները ինքնուրույն կայացնեն, ոչ թե այդ որոշումները կայացվեն, ասենք, ԱՄՆ պետքարտուղարությունում կամ Բրյուսելում, օրինակի համար,
այսքան տարի ընդեղ են կայացվում փաստացի քաղաքական բոլոր որոշումները, որտեղ ֆինանսական գործիքները իրենց ձեռքում են, հանքարդյունաբերությունը իրենց ձեռքում է, օֆշորային գոտիներում են, քաղաքական էլիտան ընդեղ է սովորում, ընդեղի մաղերով է անցնում, գալիս այդտեղ, հետո նշանակում են պաշտոնների, ֆլեչերներով եւ մյուս բոլոր տեղերով եւ դա կանոն էր, այսինքն միջև մարդը չէր գնում, մի հատ ֆլեչեր չէր ավարտում կամ նման բու, իրեն թույլ չէին տալի Հայաստանում պաշտոն զբաղեցնել։ Ասեք, արտաքին գործերի նախարարությունում քիչ անց տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի ասուլիսը համատեղ դուք ակցիա եք իրականացնում դեսպանատան մոտ, որտեղ երևույթի պաշտոնյաներ չեն լինելու։ Ձեր ակցիայի իմաստը ո՞րն է այստեղ անցկացնելու։ Եվ ձեր խոսքը ձայնը լսելի չի լինի։ Դե լսելի է այնքանով, որքանով լրատվամիջոցները դա ներկայացնելու են։ Այնպես չի, որ Ֆրանսիայի արտգործնախարարը դուրս էր գալու մեզ մոտ, բարձր թե ինչ ենք մենք հավաքվել, եթե այնտեղ լինեինք։ Այսինքն ակցիա իրականացումը լուսաբանվում է ԶԼՄ-ներով։ Հիմա դու որտեղ էլ ուզում ես հավաքվի, եթե ԶԼՄ-ները չեն լուսաբանում, այդ ակցիան ոչ մեկ չեն նկատելու։ Չէ, այսքան այստեղ է լինելու, այսինքն եթե մարդիկ ուզենան գնան այնտեղ հավաքվեն, իհարկե ոչ մեկ չի կարող արգելել, բայց այստեղ է լինելու։